Արտգործնի նախարար մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր մենք պետք է հասկանանք թե 30 տարի ինչի Հայաստանի սահմաններից դուրս մեր զինծառայողը գնացել է, ծառայել է, հա։ Դուք քննի չեք տեսնում այս հայտարարության մեջ, որովհետև ի վերջո ինքն էլ է 2018 թվականին գնացել այնտեղ, նաև դրանից առաջ։ Մինչև դա չգիտեր, որ դա Հայաստանի սահմաններից դուրս է, չնայած որ մենք երբեք չենք էլ ասել, որ Հայաստանի սահմանները որտեղ են ավարտում, մենք գիտեինք լղիմ տարածք, Արցախ գիտեինք ու առհասարակ հայտնի չէր թե Հայաստանի սահմանը որտեղից էր գծվում, դա նաև ինքն էր ասում, չեք տեսնում այստեղ որևէ խնդիր այս հայտարարության մեջ, ժամանակի ընթացքում միգուցե նաև դատական հայցեր լինեն Հայաստանի դեմ այս Եվ մեծ շուկով տղային ուղարկեց այնտեղ։ Եկեք հիշենք, թե այդ մոտեցումը երբ որպես դիրքորոշում ներկայացվեց պարոն վարչապետի կողմից, այն ժամանակ, երբ մեղադրեցին այս իշխանությանը պատերազմ կամ սանձազերծելու կամ սկսելու մեջ եւ արձագանքը դրա մասին էր։ Այսինքն այդքան տարի ինչ է, նույն ձեր ասածներ կրկնում, մենք չգիտեինք դա, այսինքն մենք չգիտեինք, որ միջազգայինորեն չճանաչված տարածքի հետ գործ ունեինք եւ ոնց կարող է այնպես ստացվել, որ այս իշխանությունը եկավ եւ ինքը սանձազերծեց պատերազմ եւ շարունակությունը, դա եմ ասում, չգիտեինք։ 2018 Եվ շարունակությունը, կներեք, եւ շարունակությունը հետեւյալն էր, որ պատերազմի մեջ ենք գտնվել 20-ից առաջ, 19-ին, 18-ին, 17-ին եւ դրան նախորդող բոլոր տարիներին։ Պաշտպանում Փաշինյանի վզադը։ Մեծ ինքը անձամբ բացվեցին, որ գնաց ապրիլյան պատերազմին իհարկե մայիսին գնացել խրամատեր։ վատ արեց, որ գնաց։ Չէ, լավ արեց, բայց ում հողերն էր պաշտպանում, որ հողերը, որ հայրենիք։ Մեզ համար շատ ցանկալի։ Իսկ մի բան էլ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ես հայրենասիրությունից դրդված եմ ասել Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հետո հայրենասիրությունից դրդված Արցախը ճանաչեց Ադրբեջանի, կազմում հանձնեց Ադրբեջան։ Ո՞նց հասկանանք դա։ Ես կարծում եմ, որ դուք ինձնից լավ գուցե, չգիտեմ, հիշում եք այն պատմական այլևս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան եւ կարող եք ինքներդ հետեւություններ անել, թե ինչի արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Մինչև հիմա Ռուսաստանի դեմ պայքարում է, իր հողերի մի մասը Ռուսաստանի տարածքում է հայտնվել, բայց մինչև հիմա Զելենսկին հրաժարվում է ճանաչել Դոնբասը կամ, չգիտեմ, Ղրիմը Ռուսաստանի մաս։ Ու ատամներով պահում է, ինչքան որ կարողանում է, գնում զենք հազում, չգիտեմ, ռագատկի քար հազում, բերում կռվում է։ Այ ախր ես այնքան կուզեի, որ գոնե դուք ինքներդ ձեզ չհակասեիք Ինչով։ Նրանով, որ վստահաբար, եթե զոհերի քանակությունը Աստված չանի ավելի մեծ լիներ, իհարկե էլի մեծ է թիվը, ցավոք սրտի, Հայաստանի մասին եմ ես խոսում, էլի մեծ է ցավոք սրտի, բայց եթե այդ ամենը շարունակվեր, ինչ մեղադրանքներ էին հնչելու իշխանությունների հասցեին եւ հնչելել են այդ մեղադրանքները, հետեւաբար իմ պատասխանը նույնն է, կրկնում եմ, դուք շատ լավ տիրապետում եք այն ինֆորմացիային, թե ինչ եղավ եւ ինչու։ Խնդրում եմ չմանիպուլացնել։ Մենք քննադատում ենք մեղադրում նաեւ հենց դրա համար, որ մինչեւ 20 թվականը ասած Արցախը Հայաստանը ես էլ ասում կողմնորոշվեք ինչի համար եք մեղադրում եւ նաեւ հարգելի լրագրողի հարցին պատասխանեցի, ասելով թե ինչ է նկատի ունել վարչապետը, բարեբախտաբար ես այդ քննարկմանը ներկա եմ եղել եւ շատ լավ հիշում եմ, թե ինչի հետ կապված այդ դիրքորոշումը հայտնվեց եւ եթե հայտնում եք որևէ դիրքորոշում, որևէ պաշտոնատար անձի կողմից հնչեցված, խնդրում եմ դա հայտնեք մինչեւ վերջ, չկտրելով կոնտեքստից։ Չէ, կտրում եք կոնտեքստից։ Միշտ կտրում եք կոնտեքստից։ Ձեր գլխագրերն էլ են միշտ ձեր չէ, չեմ հավաքական։ Չէ, լրագրողների գլխագրերն էլ են կոնտեքստից հիմնականում կտրված, պատասխաններն են հիմնականում կոնտեքստից կտրված։ Մեզ եք ասում, ո՞ղի ասեք մեզ։ Ձեզ նկատի ունեի անձնապես չեմ ասում։ Կոնկրետ։ Ձեզ բոլորը։ Շնորհակալություն։ Տիկին Գալյան, իդեպ ձեզ էին այնտեղ հարցում, ասել եք կամ մոտենյակ։ Միշտ պետական բան եք։ Ես ասել եմ, որ դուք նեղացել եք Իրանից, էլ չի խոսում հետո։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։